ամենաքանք մեդալն է, ես ինձ առաջան ժամանակ եմ ստացել, երբ հակառակորդի սպային կակերտավոր ասացի ժիթային հարկատում իրան որ խելոք թեր պահել, ոչ ճանապարհեցինք իրանց տուն, Զորամասի հրամանատարը 1888 Զորամասը շարարապարակում հավաքելուց հետո պատմության խոսքեր ասել, որոնք ես չեմ մոռանում ու Bravo them. Սա չի կարա արժեք ունենային պարագայում, երբ որ Արցախի հանձնման օրը սեպտեմբերի 19-ին ինչ էին դրան այդ լապուվում, այդ Վահան Կոստանյանը ստանում է հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աշճանի շնորհիվ։ Երբ որ բացենք մեդալները, արդեն արժեզրկումը որտեղից է գալիս։ Ամեն գերատեսչական մեդալի վրա գրած է 6322, սա նշանակում է, որ ինքը 6322-րդն է եղել ու նմանատիպ 30-ից ավել մեդալներ ու շքանշաններ կան, որոնք ընդհանուր գումարային թիվը հասնում է 100,000-ից ավել։ Իսկ եթե այդքան արժանի մարդիկ կային, ապա ինչու են դες իրավիճակի։ Հարգելիս տեղեկացրեք, հետևները ծանր չեն մոտենում։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է, ձեր համակարգի ամոթն է։ 68-ի հարգելի հետևողներ, կառավարության աստիճանների մոտ դրվեցին պետական պարգևները, որոնք մեր պատերազմի մասնակիցները ստացել էին իրենց խիզախության, իրենց արիության համար։ Նշեմ, որ նրանցից մի քանիսը նույնիսկ պատերազմի տարբեր պատերազմների մասնակիցներ են, ինչպես օրինակ Արման Մխիթարյանը, նա սակայն այստեղ բերել եւ հանձնել է 44-օրյա պատերազմում ստացած իր պարգևը։ Նշեմ, որ նրանք այս ծայրահեղ քայլը բնութագրում են երկրում տեղի ունեցող իրողությունների ուղիղ հետևանք եւ որը փաստացի իրենց անելանելի դրության մեջ է դրել, նրանք պայքարի, գալիք պայքարի համար են այս քայլը անում, ինչպես նշեցին, որպեսզի չարժեզրկվի իրենց արիությունը, խիզախությունը պատերազմի ժամանակ, որպեսզի չարժեզրկվի այն, ինչի համար իրենք պայքարել են 44 օր։